Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, այսօրվա համար, այս օրհնյալ նարություն համար, որ մենք հավաքվել ենք Աստծո խոսքի շուրջը, որպեսզի կերակրվենք, որպեսզի խորհենք, մտածենք, նորոգվենք, քանզի մենք դրա կարիք ունենք ամեն անգամ, եղբայրներ, քույրեր ջան։ Աստված օրհնի եղբայրներս բավականին լուրջ զգաստացնող խոսքեր խոսեցին, որ կարծում եմ, որ մենք պետք է իրապես ամեն անգամ այս արթնության մենք կարիք ունենք։ Դրա համար շատ լավ է, որ մենք հավաքում ենք մեկտեղ լսելու իր խոսքը, խորհելու նրա վրա, փառավորվի իր մեծ անունը։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ էլ, մենք էլ կարողանանք մեկտեղ միաբան, այսպես ասած, Տիրոջից առնել ինչ-որ մի բան, փառք իր մեծ անունը, որտեղ Տերը հենց այնպես մեզ չի հավաքում։ Ես իմ խոսքից առաջ ուզում եմ մի վկայություն պատմեմ, որ եղբայրներն են մեզ մոտ վկայել, ես չեմ հիշում Սամվել եղբայրներ, թե Ջանիկ եղբայրը, Աբովյանի քույրերից մի վկայություն պատմեցին, շատ հետաքրքիր էր եւ մինչեւ հիմա իմ սրտի մեջ է եւ շատ տեղերում ես պատմել, վկայել եմ այդ քույրիկի գործողությունները, որ ինքը արել է իրան, երբ որ պաստորեն եղբայրները գնում են ավետարանչության, ինչ որ մեկի տուն են մտնում եւ այդ անձնավորությունն ասում է, եթե ինչ-որ բան այնպես չլինի, եղբայրները ինձ կհուշեն։ Այդ տուն, որ մտնում են, այդ անձնավորությունն ասում է, եթե դուք ես ինչ քույրիկի եկեղեցուց եք, խոսացեք, եթե չէ, մի խոսացեք։ Ու ասեցին, ու այդ անձնավորությունը պատմում է, թե ինչ արել այդ քույրիկը, իր ինչ-որ թոշակի ժամանակն է եկել եւ ղեկավարությունն ուզեցել է, որպեսի ասել են քիչ է քո թոշակ, որ այս գումարը, որ թոշակին գնես, ավելացնենք այդ թոշակը, մենք կարող ենք անել, բայց քույրիկը հրաժարվում է, ասում է, եթե Աստված այսքան է ինձ համար սահմանել, պետք չի որևէ բան անել։ Ես ճիշտ ասած, ազնիվ, Աստված օրհնի ազնիվ քրոջը։ Ուրեմն, երբ որ ես սա լսեցի, անկեղծ ասած, դե ընդհանրապես որ մի բան լսում ես, քեզ դնում ես այդտեղ, չէ, իր տեղն ես դնում, արդյոք դու ինչպես կվարվեիր։ Ես անկեղծ ասած իմ մեջս կասկած մտավ, Տեր, արդյոք ես այդպես կանեի թե չէ։ Ու սրտիչ մեծ ծունկի եկա, Տիրոջ առաջ, ասի Տեր, ինձ ողորմա Աստված ջան։ Ինձ ողորմա, ես չգիտեմ Տեր ոնց կանեի։ Եվ իրապես ես մի բան հասկացա, որ այդ քույրիկը Տիրոջը ավելի է ճանաչում, եղբայրներ, քույրեր, ավելի է ճանաչում, ոչ թե այստեղ նյութականի զոհաբերության բանի խնդիրն է։ Ես այդ հայտնությունն առել եմ Տիրոջում, երբ որ Պողոսն ու Շիղան բանտում էին, ուրեմն երբ որ երկրաշարժ եղավ, նրանք փառաբանում էին եւ երկրաշարժ եղավ եւ բացվեց, չէ, բանտի դռները բացվեց, կոճղերը մեզ բացվեց, եղբայրները ազատվեցին ու ես դրա վրա խորհել եմ, ասում եմ Տեր, եթե ես ըլնեի, դռները բացվեց, ասեցի Տերն արա ու կփախչեի կգնայի, նույն իմ մեջ տենց խորհում եմ, էլի, բայց հետաքրքիր է, ինչու Պողոսն ու Շիղան չփախան։ Նրանք մի լավ բան հասկացան, որ այդ բանտի դռները իրանց համար չէր բացվել։ Դա երկրաշարժը իրանց համար չէր եղել, այլ երկրաշարժ եղել էր այդ բանտապետի համար, որ այդ անձնավորությունը պիտի ապաշխարեր։ Եվ եղբայրները այնքան Տիրոջը լավ էին ճանաչում, որ նրանք հասկացան, որ այս երկրաշարժը ինչի համար է, ոչ թե իրանց համար է, որ դուրս գան ու փախչեն, այլ իրապես այդ ընտանիքի փրկության համար էր։ Ու ես կարծում եմ, ազնիվ քույրն էլ այսպես խորհել, որապես իր պատասխանը կարող է ընդհանրապես ուրիշի համար լինի, մեկի փրկության համար լինի։ Դրա համար ինչքան մենք Աստծուն մոտ ենք, ճանաչում ենք, ես կարծում եմ, որ դա է մեզ ստիպում, որպեսզի մենք գնանք այդ զոհաբերության։ Մենք այդ զոհաբերությունները չենք անում, չգիտեմ ինչի համար։ Իմ մեջ դա բացվել է, որ մարդ Աստծուն ինչքան ճանաչում է, այդ չափով էլ ինքը ընծայվում է, այդ չափով էլ այդ ճանաչողությունն է։ Ընդհանրապես որ մի մարդու լավ ճանաչում ես, չէ՞։ Երբ որ ինքը մի վայրում ալ մի բան խոսում է, դու արդեն գիտես, եթե լավ իրան ճանաչում ես, գիտես, որ ինքը հաջորդ խոսքը ինչ պետք է ասի, չէ՞, կամ ինչի համար ասեց այս խոսքը։ Այդպես է թե չէ։ Այդպես է, ես կարծում եմ այն հոգիները, որ Տիրոջը լավ են ճանաչում, ավելի մոտ են Տիրոջը, նրանք հասկանում են, թե ինչի Աստված այս բանը բերեց իր առաջ, եւ նաեւ իրանց որոշման մեջ էլ նրանք բնավ չեն կասկածում, նրանք գիտեն, որ ստեղ իրապես Տերը գործ ունի, սա նրանք արդեն հասկանում են, թե ինչի համար Տերը այս բանը
այ իր առջև բերեց։ Թող Տիրոջ անունը փառավորվի, մենք էլ այդ շնորհքին արժանանանք, կարողանանք իրապես ավելի մոտ լինել Տիրոջը, որպեսզի ճանաչենք իր խորհուրդները, ծրագրերը։ Դավթի սաղմոսների մեջ որ կարդում ենք, ասում է սովորեցրու ինձ քո խորհուրդները, քո ճանապարհները։ Ես գիտեմ, որ շատ բաներ կա, որ մեզ դեռ բացված չի, շատ բաներ։ Ու իրապես պիտի խոնարհվենք իրապես, որ Աստված մեզ ողորմի։ Պիտի խնդրենք, ասենք դեր բաց մեզի Աստված մեր։ Ես կարծում եմ, որ քույրիկն էլ է շատ խնդրել, որ Աստված իրան բացի ու Տերը բացել է։ Թող իր անունը փառավորվի։ Ես այսօր ողորմության մասին եմ ուզում կիսվեմ ձեզ հետ, բայներ քույրեր ջան։ Այս համարն է նույնպես ես ուրեմն իմ կյանքի օրեմ ապաշխարության օրեմ այս համարը շատ երկար տարիներ ուրեմն այս խոսքի վրա ես բավականի մտածել եմ, դրա պատասխանը չեմ գտել, այսպես ասած։ Երբ որ Տերն ասում է ում կողորմամ, ում կգթամ։ Ու մտածել եմ, կամ եկեղեցում էլ խոսք եղել են, մոտիկացել են, եղբայր ջան, ինչու ինձ Աստված ողորմություն չի անում։ Չէ որ Տերն ասել է, ես ողորմած Աստված եմ, ես էլ ես դրա կարիք ունեմ, որպեսզի այդ ողորմությանը ես էլ արժանանամ։ Եվ իրապես ինձ այդ հարցը շատ անհանգստացավ, բայց մի եղբոր պատգամից ես լուսավորվեցի ու հասկացա, թե ինչքան կարևոր է, որ այդ ողորմությունը թե ինչ բանաձևով է, ինչ կերպով է մարդու վրա իջնում։ Շատ մարդիկ կարող են Տիրոջ խնդրել, բայց այդ ողորմությանը ամենը չէ որ կարող են արժանանալ։ Հիմա դու կարող ես զարմանալ, ինչու, չէ որ Տեր Աստվածը ողորմած Աստված է, չէ։ Եվ երբ որ նայում ենք Սուրբ գրքի մեջ տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը հրաշքներ, բժշկություններ, գույրի աչքերը բացեց Բարտիղոմեոսի, չէ, ի ծնե աղին քայլեցվեց, այդպես շարունակ Տերը գործում էր։ Ու հիմա հարց առաջանում, արդյոք բոլորին էլ արեց։ Ես կարծում եմ ոչ, ես այդ պատասխան ունեմ իմ մեջ, որտեղ Տերը ասեց ում կողորմամ, ում կգթամ։ Աստված ոչ թե աչառություն անամ, այլ այսպես ասած, այլ ինքը ունի ձևը, կերպը եւ մեզ սովորեցնում է, թե ինչ կերպով է մարդը արժանանում այդ մեծ ողորմությանը, եղբայրներ քույրեր ջան։ Ես մի պատմություն եմ ուզում պատմեմ ձեզ, լսել եմ ես, ուրեմն Նապոլեոն Բոնապարտը, երբ որ ինքը մի զինվորի մահապատիժ վճիռ կայացնում, այս զինվորի մայրը որ լսում է, ինքը գալիս է Նապոլեոնի ոտքերն անկնում, ասում է խնդրում եմ ողորմա իմ զավակին, ասում է քո տղան ասում է արժանի տեղն է պատժվել, ասում է ես չեմ ասում որ արժանի է թե արժանի չէ, բայց ասում է ես խնդրում եմ ողորմություն անես։ Ողորմությունը անում են, ոչ թե պահանջում են կամ վաստակում են։ Այդ կինը այդպես խնդրում, այդ կինը Նապոլեոնի ոչ բարեկամ ալնում, ոչ հարազատ ալնում, ոչ հարևան ալնում, այլ իրապես սրտանց այդպես խնդրում աղաղակում է, ու չգիտես ինչու այդ ամբողջ օրը անցնում է եւ այդ Նապոլեոնը ինքը փաստորեն մտածում է ու Աստված այդ մարդու սիրտը փոխում է եւ ողորմություն անում։ Ասում է արցակեք դրան, մահապատժից ազատեք։ Ու հետաքրքիր է ինչն է պատճառ հանդիսանում, որ այդ ողորմությունն անում այդ մարդը, հետաքրքիր է։ Ես հեսա որոշ կետերի վրա որ կանգ առնեմ, մենք կհասկանանք, թե ինչու այդ ողորմության արժանացավ այդ կինը։ Ես ուզում եմ միտեղ կարդամ, ուրեմն Հռլութի գիրք առաջի գլուխ 8-րդ համարից եմ ուզում կարդամ։ Եվ Նոյեմին իր երկու հարսներին ասեց. գնացեք եւ ձեզանից ամեն մեկը ետ դառնա իր մոր տունը։ Տերը ձեզ ողորմություն անե, ինչպես որ դուք այն մեռածներին եւ ինձ եք արել։ Սա շատ կարեւոր է։ Տեսեք, Նոյեմին այսպիսի խոսքեր ասեց իր հարսին։ Ես գիտեմ, ստեղ շատ հռլութներ կան նստած, Տերը ձեզ շատ օրհնի, բայց երբ որ կեսորները այս խոսքերը ասում են, հավատացեք, որ ձեր կյանքում, երբ որ լուրջ խնդիր կունենաք, նեղություն կունենաք եւ ողորմության կարիքը կունենաք, հավատացեք, որ իրապես երբ որ եթե դուք ձեր կեսորից լսել եք այս ձայնը, այս խոսքերը, աղջիկ ջան, Աստված քեզ օրհնի, Աստված քեզ ողորմություն անի։ Մենք երիտասարդական պատուկում ենք ճամբարում, եղբայրությունը բավականին հորդորեց երիտասարդներին, ասեց, որ եթե ձեր ծնողները
ձեզ սրտանց օշնեն, ասեն ապրես աղջիկ ջան, ապրես տղա ջան, համարեցեք, որ դա Աստված ասել ձեզ եւ ձեզ համար դռները բացվելու։ Նույնը այս կերպով, այս ողորմությունը, այս խոսքերը Նոեմի բերանից դուրս եկավ իր հարց Հռութի համար եւ իրապես շարունակություն դու գիտեք ինչ կատարվեց, ես չեմ ուզում կարդամ Հռութի պատմությունը, դու գիտեք բոլորը դա եղբայրներ քույրեր ջան։ Մյուս տեղը 2-րդ գլխի 7-րդ համարից եմ ուզում կարդամ Հռութի 2-րդ գլխի 7 համարից։ Եվ մեզ ասեց. աղաչում եմ որանների մեջ հնձողների ետևից հաս քաղեմ եւ ժողովեմ, եւ նա առավոտանց կանուղ եկել է եւ մինչեւ հիմա մնացել, միայն թե հիմա մի քիչ տանը նստեց։ Եվ բոսը ասեց Հռութին. ահա աղջիկս հասկ ժողովելու համար ուրիշի արտը չգնաս եւ այստեղից էլ չբաժանվես, այլ այստեղ իմ աղջիկներանց մոտ կենաս, աղջիկերքդ նրանց հնձած արտի վրա լինի եւ նրանց ետևից գնա, ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն եւ երբ որ ծարավես ամանների մոտ գնաս եւ պատանիների քաշած ջրիցը խմես եւ աղջիկը երեսի վրա ընկավ եւ մինչեւ գետին երկրպագություն անելով նրան ասեց. ինչից է որ ես քո աչքերի առաջին շնորհ գտա եւ դու ինձ ճանաչում ես, քանի որ ես ճանաչում ես ինձ, ասում եմ, քանի որ ես մի օտար կին եմ։ Եվ բոսը պատասխանեց նրան, ասեց. քո մարդը մեռնելուց հետո դու ինչպես որ սկեսրիդ արել ես, բոլորն էլ պատմել են ինձ, եւ թե ինչպես քո հորը եւ մորը եւ ծնած երկիրը թողեցիր, եկար այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում, քո գործքի փոխարենը Տերը հատուցանե եւ քո վարձքը Իսրայելի Տեր Աստծո կողմանե առատապես տրվի, որտեղ դու եկար, որ նրա թևերի տակ ապաստարան գտնես։ Փառավոր վիտերը։ Տեսեք, այս պատմությունը շատ տաքիր է եւ իրապես Հռութը մովաբացի էր։ Բոլորը գիտեին, որ ինքը մովաբացի է, օտար երկրացի է եւ օտար երկրացիներին ուրիշ աչքով էին նայում, այսպես ասած, բայց բոսը արդեն լսել էր, որ այդպես երիտասարդներ որոշ ճիշտ չեն պահել իրանց եւ ինքը հատուկ պատիրում է երիտասարդներին, որ այսպես ասած ինչ որ պետք է հարգեն, պատվեն եւ այդ ջրից էլ թույլ տան, որ խմեն պատանները, որ քաշել են։ Եվ ինքը ասում է, որտեղից է որ ես այդ շնորհ գտա, մյուս թարգմանության մեջ ասում է, որ ողորմություն գտա, որ դու ինձ այսքան հնարավորություն տվեցիր, ասում է, ինչ որ դու արել ես քո սկեսօրին, ասում է, այդ բոլորը ասում է, ինձ պատմել են, ինձ պատմել են։ Եղբայրներ քույրեր ջան, ինչ որ մենք անում ենք իրապես, դա այդ ամենը երկինքը տեսնում է, երկինքը ֆիքսում է, երկինքը գիտի այդ ամենի մասին, եղբայրներ քույրեր ջան։ Եվ երբ որ գրված հայտնության թղթում ասում է, որ եւ բոլոր գրքերը բացվեցան եւ կյանքի գիրքը բացվեցավ։ Բոլոր գրքեր կան, այդ գրքերի մեջ գրանցում են։ Ես կարծում եմ, որ եւ ազնիվ քույրիկն էլա գրանցված Եբրայեցիս 11-րդ գլխում հավատքի հերոսների մասին որ գրում է, ես կարծում եմ, որ դրա շարանը շատ մեծ է, շատ հոգիներ են գրանցված այս ցուցակի մեջ, որ իրապես որպես հավատքի հերոսներ։ Նույնպես Հռութն էլ այսպիսի ողորմության արժանացավ բոսի կողմից եւ իրապես ինքը ասեց ինչու է որտեղից է այս որ այս բանն անում ես դու ինչ ես ճանաչում ասում է որ բոլորը ինձ պատմել են ինչ որ դու արել ես իրապես քո սկեսարին սա շատ կարևոր է եղբայրներ քույրեր ջան Մատթեոսի 5:7-ում ասում է որ Երանի ողորմածներին որ ողորմություն կգտնեն ում հետ որ ապրում ես ում հետ որ քայլում ես իրապես Աստված մեզ հորդորում է որ մենք ողորմած սիրտ ունենանք մեկս մյուսի նկատմամբ Հակոբոս Սարաքյալը ասում է որ ողորմությունը պիտի բարձենա դատաստանի օրումը դա գրված է 2-րդ գլխի Հակոբոս 2-ի 12-13 համարներն ա գրում ասում է որ ողորմությունը պիտի բարձենա դատաստանի օրումը բաներ քույրեր ջան դրա համար մյուս համարն էլ եմ ուզում ես կարդամ մենք միասին նայենք ուրեմն Սա ուրեմն 2 Տիմոթեոս առաջի գլուխ 15-18 համարները 2 Տիմոթեոս առաջի գլուխ 2 Տիմոթեոս
2 Տիմոթեոս առաջի գլուխ 15 համարից եմ կարդում, այսպես է գրված. Սա գիտես, որ ինձանից ետ քաշվեցան այն ամենը, որ Ասիայում էին, որոնցից են Փիգելոսը եւ Հերմոգինեսը։ Տերը ողորմություն տա Վոնեսիփոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ եւ իմ կապանք ամոթ չհամարեց, այլև որ հռոմումներ շատ ջանքով որոնեց ինձ եւ գտավ։ Տերը տա նրան, որ ողորմություն գտնե Տերիցը այն օրումը եւ թե որքան ծառայություն արավ ինձ Եփեսոսումը, որ դու ինքդ լավ գիտես։ Տեսեք, Պողոս առաքյալն էլա, Պողոս առաքյալը այս երկու եղբայրներից շատ մեծ ակնկալիք ուներ, սպասելիք ունեն, բայց ասում սրանք թողեցին ինձ։ Ինքը շատ մեծ հույս ուներ, որ այս երկու եղբայրը պետք է իր կողքին կանգնած լինեին, բայց ասում սա գիտես, որ ինձանից ետ քաշվեցան, այսինքն նրանք չպետք է ետ քաշվեին։ Ետ քաշվեցան այն ամենը, որ Ասիայում են, որոնցից են Փիգելոսը եւ Հերմոգինեսը։ Այսինքն սրանք ետ քաշվեցան եւ ասում Տերը ողորմություն տա Վոնեսիփոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց, այդ ողորմություն տա, Տերը ասում ողորմություն տա այդ տանը, ինչի համար, որ շատ անգամ հանգստացրեց ինձ եւ իմ կապանք ամոթ չհամարեց, այլև որ հռոմումներ շատ ջանքով որոնեց ինձ եւ գտավ, Տերը տա նրան, որ ողորմություն գտնե Տերիցը այն օրումը եւ թե որքան ծառայություն արավ ինձ Եփեսոսումը, որ դու ինքդ լավ գիտես։ Եղբայրներ, քույրեր, տեսեք, այս անձնավորությունը լսել էր որ Պողոսը պիտի գար եւ ինքը մաներ եկել գտել, ոչ ձեռքի հեռախոս կար, ոչ եսի ինչ կար, ինտերնետ կար, այդ քաղաքի մեջ գտնելը հեշտ չէր եւ կարող էր ասել, որ իրապես դեման եկած չգտա, չէ, բայց ասում ինքը որոնել է, գտել է եւ այդ ծառայությունն արել է, գիտի որ եղբայրը պատահական չի եկել, այդ ծառայության կարիքը կա, սպասավորներին ձեռք մեկնելու կարիքը կա, որովհետեւ նրանք դրա կարիքը իրապես ունենում են, երբ որ գնում են միտեղ եղբայրներ քույրեր։ Եվ այս անձնավորությունը իրապես մեծ ջանքով ինքը որոնել է, գտել է եւ այդ ծառայությունն արել է։ Եվ տեսեք, Պողոս առաքյալը ասում է Տերը ողորմություն անե իրան։ Այս ողորմությունը բերանից առաքյալի որ դուրս է գալիս, դա նշանակում է որ Աստծո բերանից է դուրս գալի։ Հավատացեք, որ այդ ողորմությանը, այս անձնավորությունը արժանանալու է։ Այս անձնավորությունը, այս ընտանիքը ինչ խնդիր որ ունենա, ես հավատում եմ, որ երբ որ աղաղակի ասի Տեր, ես արժանի չեմ, խնդրում եմ ինձ ողորմ Աստված իմ, ես հավատում եմ, որ Տերը ողորմություն անելու։ Որովհետև ինքն էլ շատերին կարեկից եղել, ինքն է շատերի ձեռք մեկնել, ինքն էլ է նեղության օրը հասել։ Եթե ես ու դու անտարբեր ենք որևէ մեկի հոգսի, եղբայրներ քույրեր ջան, Աստված էլ նույն կերպով մեր նկատմամբ ալնելու։ Ասում է ինչ չափով չափես, նույն չափով ձեզ պիտի չափվի։ Ինչ դատով դատես, նույն դատով ձեզ պիտի դատվի։ Դրա համար ես մեծ կարևորություն եմ տալի այս ողորմությանը ու առավել եւս ամենամեծ բանը, որ ես հասկացա, դատաստանի օրը ասма ողորմությունը պիտի բարձենա։ Այսինքն մարդը, որ ողորմած սիրտ ունեցել, իրապես թեկուզ ինչ տկարություններ կարող ունենա, բայց այդ մարդը ողորմած սիրտ ունեցել։ Աստված իրապես դատաստանի օր ասма ողորմությունը, ողորմած մարդը իրապես բարձենա։ Ինչու որտեվ Աստծո ողորմություն պիտի գիտի։ Այսինքն մարդը իր ապրած օրերի մեջ դիմացինի նկատմամբ ողորմած սիրտ ունեցել։ Ամեն ժամանակ իր հայացք ուղղել է, տեսել որ մարդը ինչի կարիք ունի եւ ինքն էլ ողորմություն արել։ Իր ձեռքի եկածը արել է, չի ասել որ ինչու պիտի ես անեմ, այլ ինքն արել, ինքն այդ զոհարել եւ որտեվ ինքը դրա կարիք ունեցել է։ Տերը ողորմություն անի։ Ես մի համարել եմ ուզում մենք նայենք Եսայա մարգարեության 58-ի 8-9 համարները, Եսայա մարգարեության 58-ը ծոմապահության մասին գլուխն դուք լավ գիտեք այդ տեղը, ուղղակի այս տեղը միասին նայենք, տեսեք ինչ ասում 58-ի 8-9 համարները։ Այն ժամանակ 7-ից կարդամ, ներողություն, 58-ի 7-ից 9 համարները կարդամ։ Այո, հացդ կտրիր տուր սովածին եւ թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես նրան հագցրու եւ քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի եւ քո արդարությունը պիտի գնա քո առաջից,
Տիրոջ փառքը պիտի պահե քեզ ետևից, այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանե, դու կաղաղակես եւ նա կասե, ահա ես, ալելույա իրան, փառք իր մեծանմանը, որապես Աստված տեսեք ինչպես է մեզ տվել միջոցը, ձևը մեզ սովորեցնում է, որ մենք էլ իրապես կարողանանք նույն կերպով վարվենք, ինչպես որ ինքն է, այսպես ասած, մեր նկատմամբ վարվում ինքն է գործում։ Հիշում եք Մատթեոս ավետարանի 25-րդ գլխում, երբ որ ասում է, որ երբ սոված էի, որ դուք ինձ արեցիք, Հիսուսը ինչ ասեց, սրանցից մեկին արիք, ինձ արեցիք։ Երբ էի բանտում, որ այցելեցիք, սրանցից մեկին արիք, ինձ արիք։ Այո, այդ ամենը ու վերջում ինքը հռչակում ասում է, եկեք իմ հորս օրհնվածներ, եկեք իմ աջ կողմս նստեցեք, իր սուրբ անունը փառավորվի, որապես Տերը մեզ սովորեցնում է իր ճանապարհները, խորհուրդները, եւ ուզում եմ որպեսզի մենք էլ իր միտք ունենանք, կարողանանք ավելի ճանաչենք նրան, երբ որ մենք ճանաչենք, մենք իմանանք, թե Աստված ինչու է մարդուն բերեց ինձ մոտ։ Մենք կճանաչենք անպայման, մենք կճանաչենք, հիշում եք Պարտականի առակը, ասեց, եթե իրապես քեզ այդքան բան շնորհվեց, միթե արժան չէր, որ դու էլ ողորմություն աներ, այդպես է թե չէ։ Մեզ էլ այդ նույն խոսքերը հնչեցնում Տերը։ Մենք էլ ունենանք այդ ողորմած սիրտ, եղբայրներ, քույրեր ջան, կարողություն ու զորություն առնենք Տիրոջից։ Ու հետաքրքիրը նա է, որ ես Ռութի այս խոսքերը ուզում եմ հիշեցնեմ, ու նաև Հայրապետի նաև խոսքերն եմ ուզում հիշեցնեմ։ Հայրապետը երբ որ եկավ Հիսուսի մոտ, աշակերտները սկսեցին բարեխոսել, ասեցին, որ Հիսուս ջան ինքը ժողովարան է մեզ համար կառուցել, հասկանում եք, ու երբ որ Հիսուսը ուզում էր որպեսի իր այդ ողորմությունն անի, ինչ ասեց Հայրապետը, ասեց ես արժանի չեմ, հետաքրքիր է, մի մարդ եկա ժողովարան ասարկել, բայց ինքը ասում է ես արժանի չեմ, հարց առաջանում, ոնց արժանի չես, եղբայր, այ Հայրապետ, դու ախր այսքան մեծ գործ ես արել, գիտեք ինչու ինքը ասեց արժանի չեմ, եղբայրներ, քույրեր, որովհետև ինքը մի լավ բան հասկացել էր, որ իրան Աստված այդ ուժը տվել։ Իրան այդ Աստվածն է տվել այդ ուժը, այդ շնորհքը, որ ինքը կարողացել է, եւ անգամ այդ միտքն է տվել Աստված, որ ինքը կարողացել է սարքել այդ ժողովարանը։ Երկրորդ Օրինաց 8:18-ում շատ տակիր համար կա գրված, այլ հիշիր երկրորդ Օրինաց 8:18, այլ հիշիր քո Եհովասուն, որովհետև նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ իր երթումով առած ուխտը հաստատե, ինչպես որ այսօր։ Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, ալելույա իրան։ Եթե ես ու դու եկեղեցում ինչ-որ մի բանի կարողանում ենք ձեռք մեկնել, արեք եղբայրներ, քույրեր ջան, արեք, որովհետև Աստված տվողին է տալիս, Աստված իրապես օրհնում է այդ մարդուն ու հասկանանք, ու եթե անենք, անելուց հետո հիշենք, որ ինքը մեզ տվեց այդ կարողությունը, այդ զորությունը, եղբայրներ, քույրեր ջան։ Երբ որ մենք հոժարությամբ ենք անում, Աստված մեզ զորություն է տալի։ Երբ որ մենք հոժարությամբ ենք անում։ Մեր երիտասարդներից մեկը որ ամուսնացել էր, տենց ամուսնական պրոբլեմ էր առաջացել, ու երբ որ մենք գնացինք, այցելեցինք եղբայրներով, որպես տեսնենք ինչ է կատարում, տեսանք, որ խնդիր կա, երկու խնամիները հավաքված եւ ասեցինք ինչ ա եղել, ասեցին, որ իրապես տես աղջիկս ներկայացնում, աղջիկս տես ամեն բան արել է, լվացքն անում է, ճաշն էփում է, այս ամենն ինչ անում է, վերջը, անգամ ծնողները գումար են տվել, ինքը այդ տան համար է ծախսել, իր համար չի ծախսել, հիմա էլ անգամ հիվանդացել աղջիկս, վերջը էլի, ու վերջը այսպիսի խնդիր կա, ու իհարկե Աստված առաջնորդեց մեզ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու նա խնդիրը, եղբայրներ, քույրեր ջան։ Ես ասեցի, որ այդ բանը, որ արել է ձեր աղջիկը, ինքը լավ արել, որ արել է, բայց որ այդ կեսորին ու կեսրարին իր սրտի մեջ հանել եւ շպրտել է, չգիտեմ, ես իմ բաղի որ անկյունում ա գցել, այ խնդիրը դրա մեջ է, խնդիրը դրա մեջ է։ Եվ ես քույրիկին ասեցի, որ մյուս քույրիկի համար օրինակ վերեցի, ասեցի, մենք այսինչ քույրիկը, այսինչ գյուղում ընտանիք ունի, զավակներ ունի, բացի այդ իր հարևաններին էլ ձեռք մեկնում եւ անգամ իսկ նրանց օգտակար է լինում, այդ ամբողջ թաղամասում լույս է, այսպես ասած, եւ առողջ է, այդքան համ ծանրության տակ համ առողջ է, հետաքրքիր է, ինչու՞մ նա խնդիրը, նայել անույն ծառայությունն անել, խնդիրը նրանում է, որ մարդ եթե անում է, պետք է սրտանց անի,
հոժարությամբ ան եղբայրներ քույրեջան։ Եթե մենք սրտանց ենք անում, հոժարությամբ ենք անում, Աստված մեզ եւ առողջություն ա տալի, եւ զորություն ա տալի, փառք իր մեծանմանը, փառք իր մեծանմանը։ Երկրորդ օրինաց, ուրեմն 28-ի 47 համարի մեջ, երկրորդ օրինաց 28-ի 47 համարի մեջ շատ լավ խոսքեր ա ասում Աստված մեզ բոլորիս այսպիսի խոսքեր ա ասում։ Որովհետև քո Եհովա Աստծուն ծառայություն չարիր ուրախությամբ եւ հոժար սրտով ամեն բանի առատության համար, նրա համար դու կծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վրա կուղարկե սովով, ծարավով, մերկությունով, ամեն կարոտությունով, եւ նա քո պարանոցի վրա երկաթե լուծ կդնե, մինչեւ որ բնաջին ժանե։ Երբ որ մարդը սրտանց չի անում, հոժարությունով չի անում, արդեն իր համար անելը ծանրություն է, այդպես է թե չէ։ Բայց որ սրտանց ես անում, հավատացեք, Աստված զորություն ա տալի, Աստված օրհնում ա, ավելի շնորհք ա տալի, իմաստություն ա տալի։ Այդ մյուս քույրիկը գիտեք ինչ ասում, ասում ալի, ո եղբայր, ես ամանչում եմ, ասում ա, ին մամայիս տարիքի ասում ա քույրիկներ են, գալիս են ինձանից խորհուրդ են հարցնում, ասում ա, ես ամանչում եմ, ասում ա, բայց ասում ա, իմ ամեն խորհուրդները իրանք ընդունում են, հետաքրքիր ա, որտեղից այդ շնորհքը, որովհետև Տիրոջ գործ անում ա սրտանց եւ հոժարությունով, իր սուրբ անունը փառվարի։ Թող Աստված մեզ էլ, ինձ էլ, ձեզ էլ իրապես շնորհք տա, մենք էլ իրապես ինչ որ անում ենք Տիրոջ տանը եւ առհասարակ մեր առօրյա կյանքի մեջ իրապես Տիրոջ անունով անենք եւ հոժարությամբ անենք եւ սրտով անենք եւ հիվանդ չեք լինի, ընդհակառակը ավելի առողջ կլինեք, որովհետև Տերը տեսնում է այնպիսի զորություն կտա քեզ, դու իրապես ավելին կանես, որովհետև դու անում ես սրտանց եւ հոժարությունով։ Թող Տիրոջ անունը փառավորվի, Աստված մեզ բոլորիս էլ օրհնի, իրապես սրա մեջ էլ մենք կարողանանք իրապես հասկանալ Տիրոջ խորհուրդները, խոնարհվել եւ իրապես իր խոսքի համաձայն առաջնորդել։ Եկեք կանգնենք ոտքի եւ աղոթ կանենք Տիրոջ